Ծանոթում ուղարկվել էր։ Չէ, որևէ ծանոթում եթե ուղարկեին, ես մեծ սիրով կներկանայի ցանկացած բայի։ Ես ինքս շատ օրինապահ քաղաքացի եմ, մանավանդ եթե դատարանի ծանոթում լիներ, նույնիսկ իմ պայմանավորվածությունը կթողնեի, կգնայի ծանոթմանը, կփորձեի բավարարեի ծանոթումը, բայց իրենք ասենք գիշերով արդեն տանը սպասում հերթապահել են ու առավոտ շուտ ասենք 7-ի կողմերը ներխուժում են բակ, որտեղ շուն կա, որ իր տարածքնա բնականաբար կենդանի է, էլի, ասենք սենց շանը հրմշտելով բան, ներխուժում են տուն, ես ասենք գիշերը ազգեստով դեռ ասենք անկողնում եմ, դուրս եմ եկել, ինձ չեն հնարավորություն տվել գնամ նույնիսկ քաղաքացիական հագուստ հագնեմ, երբ որ ես ասենք սովորաբար միշտ եկեղեցականի հագուստով եմ լինում, նույնիսկ քաղաքացիական հագուստով շատ տեղեր չեմ գնում, էլ որ մնաց ասենք նայեք տանդ 6-4-ը տղամարդ են ասենք դու ընտանիքով ասենք կինս երեխաներս, որ ասենք անչափահաս աղջիկս իրանց ասենք այդ ներխուժումից երեխան շատ վախեցել էր, պատկերացրեք երեխան արթուն ա եղել ամբողջ ընթացքում եւ ասենք վերմակով գլուխը ծածկած վախեցել է դուրս գալ այդպես իր պարկած տեղից իրանք ասենք տանը ասես իսկ ինչ էին խուզարկում ինչ որ բան էին փնտրում ինչ էին անում իրանք հավանաբար չգիտեմ փաստաթղթեր կամ զենք զինամթերք էին փնտրում չգիտեմ էլի ասենք Տեր Արամի հայտարարությունը եւ Դանիել Իանոսյանի ասենք ասենք Տեր Արամի զրպարտչական այդ հայտարարությունը որ ասենք վերադասը իրան ինչ որ տեղ ա ուղարկել դու ին վերադասի ինձ երբեք որևէ տեղ չի ուղարկել իմ կամքին համաձայն եւ դա հիմք չի որ Դանիել Իանոսյանի նման մի հատ կեղծ իրավապաշտպան դատարան հայց ներկայացնի եւ դատարանի որոշումով այսպես ասեմ այդ որոշումը որ ուղարկել են դա իմ համար ապօրինի որոշում է նախ ես Տեր Արամի նման սովորական քահանա եմ որևէ մեղք չունեցող ես ինքս այդ նույն վերադասի ենթակայությամբ ծառայում եմ երբեք վերադասի կողմից նման հանձնարարություն չեմ ստացել հանրահավաքների մասնակցելու եւ այլն ինչի մասին խոսվում է ինչի մասին Տեր Արամը անպատասխանատու կերպով հայտարարում է երբ որ ասենք այդ նույն վերադասի ենթակայությամբ ես հավաքներին չեմ մասնակցել բախինս այդ նույն վերադասի ինչ-որ ձևի չի ճնշել կամ պարտադրել այդ ոնց է այս Տեր Արամին են պարտադրում իսկ ինչ-որ իրեր արգրավեցին ձեր տնից խուզարկության արդյունքում մեր տանից ասենք իմ հեռախոսն են արգրավել սենց մտել են չեն էլ թողել անջատեն կնոջս հեռախոսն են անջատել համակարգիչների այդ կրիչներն են այդ չգիտեմ ոնց է կոչվում իրանց հիշողությունները այդ ժոստկի դիսկերը էլի կոշտ իրանց գավառակները որոնց մեջ ասենք իմ երեխաները ուսանող են տղաս ռադիոհաճախականություններ ա սովորում աղջիկս ճարտարապետական ա սովորում մյուս տղաս ֆինանսներ ա սովորում փոքրնա դպրոցական այսինքն այդ համակարգիչները մեր ուսանող երեխաներիս ուսանողական այսպես ասեմ համակարգիչներն են ես ինքս այդ համակարգիչներում ասես նյութեր մուտք էլ չունեմ էլի անկեղծ ասեմ իրենց էլ ասել եմ որ երեխեքի համակարգիչն է որ ասենք կնոջս երեխեքիս հեռախոսները դուք իրավունք ունեք վերցնելու բասին հա լրիվ իրավունք ունենք բայց ես մտածում եմ ինչ իրավունք ունենք ինձ իմ նման քաղաքացի է չափած ամուսնացած ենք իրար հետ բայց չի նշանակում ես ինքս իմ կնոջ ձեռքից հեռախոսը խլելու իրավունք չունեմ կնոջս հեռախոսը ձեռքից խլեմ կանանց իրավունքների պաշտպանները կգան կասեն տերայր կնոջը ձեռքից հեռախոսը խլել ես բռնության ես ենթարկում չէ իմ երեխեքի հեռախոսները ես ինքս երբեք իրենց հաղորդագրությունները բացել իրանց հեռախոսների մեջ մտած չկամ ասենք իրանք ով են որ ես վկայի կարգավիճակ ունենամ ոչ հանցագործություն եմ արել ոչ որևէ բան կան ասենք բացի ինձանից կնոջս ասենք 4 երեխաներից հեռախոսները խլեն
երբ որ կինս մասնավոր դպրոցում ուսուցչուհի է եւ ծնողների հետ կապը հեռախոսային ուսուցիչների խմբով, հաղորդագրություններով, իրանց պլանները եւ այլն, ասենք լուրջ խնդիր է մասնավոր դպրոցի ուսուցչի համար, երբ որ իր ձեռքի հեռախոսը խլում են։ Իսկ ինչ եք կարծում, շարունակություն կունենա այս ամեն ինչը, ինչ կարելի է սպասել։ Ինձ նաև ասենք առանց տենց որևէ ծանուցման, որ ես ներկայանամ, ուղղակի ասել են նստի մեքենան, պիտի գնանք էլ ես էս, որևէ ձևի դու չես կարա չգաս էլի, ու նստացրել են, ասենք մեքենա, տարել են երեկունու քնչան։ Ասեք ձեզ հետ ովքեր են եղել բերման ենթարկված հոգևորականներից։ Եղել է Տեր Գարեգինը, Տեր Մխիթարը, ասենք Տեր Մխիթարը ինքը պսակադրություն ուներ, կարային իրեն շուտ հարցակնեին եւ ճանապարհային գնար երկուսի պսականներ, որտեղ առավոտ շուտ արդեն այնտեղ էր, բայց իրանք մեզ բոլորիս պահեցին, ինչ որ հաղորդագրության էին սպասում կամ վերևից զանգի էին սպասում։ Վերջում էլ արդեն օրվա վերջին ասենք, որ իրենց գործի ժամը դարել արդեն 6-ի կոմերը, 6-7-ի, նոր ասենք դատել թուղթ ստորագրել տվեցին, որ ասենք հրապարակում չանենք, ես չանենք, ոնց որ ասես դատել բերաններս վերջում փակեն, այդ անարգալից վատ վերաբերմունքից հետո, իհարկե ասենք քանի որ ներքևը այրիկս սրտի ասենք ծանր վիրահատության ներքև ներքինը շատ անհանգիստ, արդեն ասենք ինձ որևէ ձևի իրանց այդ թուղթի կամ դրա պատասխանատվությունը չհետաքրքրելով, իչեմ էլ կարդաց է ստորագրել եմ, ուղղակի իջել եմ, որ մերոնք երկար չսպասեն, բայց միաժամանակ մտածում եմ, որ չպիտի լռեմ ձեզ մասին, սա է պատճառը, որ շատերը չեն ուզում, նույնիսկ հանցագործության ականատես լինելով, չեն ուզում ցուցմունք տան Հայաստանում, սա իրավապ համակարգի լուրջ խնդիրներից է, այսինքն մարդը վկայի կարգավիճակով հայտնվում է քննչականում եւ իր հետ վարվում են ոնց ուզեն։ Հարձակումությունը տևել է 12 ժամ, ասացիք։ Առավոտվա 7-ից մինչև իրիկվա 7-ը։ Առավոտյան 7-ին իրենք իմ տուն են ներխուժել, որևէ բան չեմ կարողացել անել եւ ես երեկոյան 7-ին հասել եմ տուն, այսպես ասեմ։ Մոտ 12 ժամ, որի ընթացքում ինձ մեկ հատ խաչապուրի են հյուրասիրել, սենց որպես շնորհել, իրանք ճաշում են, մենք էլ մեր ճաշի ժամն էլ մենք էլ ենք ճաշում, մի հատ էլ հոտ-դոգ էլի, սենց դեդու էլ ամբողջ օրը սոված ծառավ, այդտեղ ասենք այդ պայմաններում, բնականաբար ասենք ուտում ես իրանց հանդեպ էլ շատ երախտագետ ես լինում, մի բան էլ շնորհակալություն ես հայտնում, չմտածելով, որ իրանք եթե քեզ այդքան երկար պահում են, պարտավոր են քո մասին հոգան, էլի։ Որևէ այլ տեղեկություն ձեզ չփոխանցեցին, ձեզ հարցաքննելուց հետո ուղղակի ազատ արձակեցին։ Ավել ասեմ, ինձ մեր տանից արգելված այդ բաների այս կրիշների բանի այդ կամակարգչի այդ սկավառակները, որ հանել էին, այդ կոշտ դիսկերի, չգիտեմ, նույնիսկ դրանց հեռախոսների հետ կապված ստացական չեն տվել, այսինքն մենք մտածում ենք, հիմա երեկոյան եկել են տուն, տնեցիք ինձ ասում են ոնց ես, ինչ ես, ու մեկի տեղը 3 համակարգիչ են ուզում, 6 հատ հեռախոս են ուզում, դուք ոնց եք պատկերացնում, ես գնամ 6 հատ հեռախոս առնեմ։ Հիմա ճիշտ ասած կինս դպրոցում ուսուցչի է, գնացել էր բարկով հեռախոս էր գրվել իր համար, խանութից վերցրել, որ այդ դպրոցի ուսումնական պրոցեսը չընդհատվի, ես ընկերներիցս մեկը ինձ ասենք իր հին հեռախոսը տվեց, տեսա ձեռքիս հեռախոս չկա, տենց չեմ կարում կապի միջոցներից կտրված են, բայց այս պահին ասենք 4 երեխաս ասենք մնացել են առանց հեռախոսի, որոնցից 2-ը ուսանող են, մեկը դպրոցական է եւ խմբակների է հաճախում, այսինքն մեր ընտանեկան կյանքը լուրջ խաթարվել է, ես այս նույն տրամաբանությամբ մտածում եմ, որ վաղ օրինակ Տեր Արամը հայտարարություն տա, որ Տեր Վրդանեսը ինձ շեմուշկի կամ ծխախոտի է ուղարկել, ես ինքս շեմուշկա չեմ չրթում երբեք, ծխախոտել չեմ ծխում,
բայց Տեր Արամը կարողացեց մի հատ անլուրջ հայտարարություն տա, եւ Դանիել Իանոսյանն էլ որպես գրանտակեր կեղծ իրավապաշտպան մի հատ դիմի դատարան ու նույն ձևի մտնեն իմ տունը տենց խուզարկեն հիմա ես նույն ձևի եթե հայտարարություն տամ Տեր Արամի հետ կապված իրան այդ ձևի կմտնեն իր տուն թե սա քաղաքական պատվեր էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնային աշխատանքներ Փաշազադեից եկած սա Փաշազադեից եկած հանրարարություններ տնային աշխատանք էր Նիկոլ Փաշինյանին որ Հայաստանի այսպես ասեմ Հայաստանում ընդամենը 100 թեմ չունենք էլի 10 թեմ ունենք եւ մի թեմի կյանքի ինքը մի ամբողջ օր կատվածահար արել դեռևս թեմի այսպես ասեմ նորմալ գործունեությունը չի ընթանում որտեղ թեմի համակարգիչներն էլ են sense ամբողջ արգրավել այսինքն թեմերի եւ թեմի առաջնորդանի եւ եկեղեցիների միջև այդ հաղորդակցությունը սկսած մոմավաճառությունից մինչև արարողությունների պսակների կնունքների գրանցումներ դրանց հաշվետվություններ վկայականների ստացումներ տեղեկանքների տալ մնացած ամեն ինչ խաթարել են հիմա իհարկե մայրաթորը փորձում ամեն կերպ այս աշխատանքները կանոնավորի բայց այնտեղ փաստաթղթերի պակաս կա համակարգիչները բանը բոլոր արգրաված են եւ ասենք թե մի ուզում եմ արխիվից մի հատ գնամ նյութ նայեմ այս ինչը մեր մոտ մկրտվել է թե չէ բայց այդ համակարգիչները չկան մենք վկայական են ուզում ստանան տեղեկանք են ուզում ստանան մարդիկ թեմի կյանքը խաթարել են թեմի առաջնորդին sense ապորենի էժանագին զրպարտանքի հիման վրա մոտավորապես չես հասկանում ասենք այս որ 37 թվում են ապրում որ կարա ինչ-որ մի զրպարտիչի զրպարտանքի հիման վրա sense ամբողջ թեմի քահանաների ընտանիքների հետ նման կերպ վարվեն ես երբեք այս կարգի անմարդկային վերաբերմունքի իմ 47 տարվա կյանքում երբեք չեմ արժանացել ես միշտ փորձել եմ վայել որպես պարկեշտ կապօրինապատ քաղաքացի ասենք երբեք այնպիսի բան թույլ չեմ տվել որ իմ այդ մարդիկ իրավունք ունենան անհարգալից վարվելու եւ այդ օրը ես sense ծանր ապրումներով եկել եմ շաքարը շատ բարձր է եկել տունը շաքարս եմ չապել երբևիցե ինչ շաքարը այդքան չի բարձրացել պատկերացրեք շաքարս մինչև 20 բարձրացել էր այդ չեմ ասում ճնշումս ասենք այն վերևի գագաթնակետներ ուղեղից ասենք այրան ճնշումս տկտկացնում էր ամբողջ գլուխս ու ասենք այդ վիճակի մեջ հայտնվել եմ ինչի արդյունքում իրավապահ մարմինների ապօրինության արդյունքում ես ինձ շատ վատ եմ ասենք ես տարբերակ էլ չունես իրանց հետ ասենք փորձես պատասխանես իրանց հետ գլուխ տնես պատկերացրեք նույնիսկ ես ու կինս խոսում ենք ասում եմ դեսուս մնա այլն հանրությունա կատարում են էլի ասենք թող ինչ ուզում են անեն մի խառնվի դե թափում են բան վեշերը եւ այլն այնտեղ մեկը նենց սորթու բորթ ալնում վրես բան մենք սորինական բան ձևերի մեջ բան ասում ես լավ քո ասածն հազար ներողություն ինչ ես կնոջս իմ խոսակցությունը լսում էլի ասենք վերջացրու ընթացք չես տալիս բայց իրականում ասենք իրանք էլ քեզից լավ գիտեն որ իրանք ապորենի գործունեություն են անում չնայած դատարանի անլուրջ որոշումով ասենք ու դու էլ գիտես որ իրանք ոչ մի օրինական բան չեն անում դու քո սեփական տանը նստած պաշտպանված չես քո երկրի իրավական համակարգի կողմից երբ որ դու պաշտպանված լինելու իրավունք ունես երկրում այս երկրի քաղաքացին ես ասենք ես ինքս 44 օրյայի պատերազմի կամավոր մասնակից եմ ասենք բանակում երկար տարիներ հոգևոր սպասավոր եմ եղել այսինքն իմ պարտքը հայրենիքի նկատմամբ սկսած
կոմունալների վճարումից փորձում եմ շատ գերբ արտաճանաչ անեմ, ասենք հոսանքի, գազի, ջրի, հարկային պարտավորություններ բոլորը մուծում եմ, նոր մնացած գումարով փորձում եմ ընտանիքիս հոգսերը հոգամ, ու մեկ էլ տեսնում ես այդ պետական համակարգը, որի ենթակայությամբ գործում են այս ուժային կառույցները, ընդամենը ծառայում է որոշ քաղաքական խավի, սենց քաղաքական նկրտումների։